2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է իրական Հայաստանի գաղափարախոսության օգտին։ Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառույթային նշանակությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես սկսեց նորամուտ կառավարության գործունեության հնգամյա ծրագրի ներկայացումը, նախևառաջ կարևորելով իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որի վրա էլ խարսխված է 4-րդ հանրապետության հիմնադրումը։ Փաշինյանը արձանագրեց 4-րդ հանրապետությունն այլևս իրականություն է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության գործնական միակ նշանակությունը իր միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն, բարեկեցություն ապահովելն է, քաղաքացիների երջանկության համար միջավայր, ինչպես ժամանակակից կյանքում ընդունված է ասել, էկո-համակարգ ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանելը եւ զարգացնելը։ Հենց այս իրողությունից է բխում ըստ Փաշինյանի նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը, որում սակայն չպետք է հղում լինի անկախության հռչակագրին։ Այն կոնֆլիկտածին է, իսկ նոր Հայաստանը այլևս փակել է կոնֆլիկտի էջը։ Վարչապետը հերքեց ընդդիմադիր որոշ շրջանակների այն պնդումները, թե Հայաստանում նոր սահմանադրություն ընդունելը պարտադրում է Ադրբեջանը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քվեարկելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին, որովհետև նոր սահմանադրության ընդունումը քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն է։ Նոր սահմանադրության տեքստը հրապարակվելու է առաջիկա ամիսներին, սակայն մինչև այդ հակամարտության էջը փակելու համատեքստում Փաշինյանը խոսեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության օրակարգի մասին, ընդգծելով, որ այն անշրջելի եւ հարատև դարձնելու համար խիստ կարեւոր է երկու ժողովուրդների սոցիալ-հոգեբանական ընկալումները։ Խաղաղությունը անշրջելի եւ հարատև դարձնելու համար անհրաժեշտություն է Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում արևմտյան Ադրբեջանի եւ արևմտաադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթները չշարունակելը, այդ խոսույթներին վերջ դնելը։ Սա հարց է, որը թե Հայաստանում, թե Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների խաղաղությունն ու խաղաղ համակեցությունն է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք եւ հետապնդենք եւ պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որևէ խոսույթ եւ գործողություն։ Արցախը, Հայաստանը եւ վերջ արտահայտությունը ես քավլիցի չեմ մոռացել, շարունակեց վարչապետը, անդրադառնալով իր այդ հայտնի հայտարարության իմաստին ու փորձելով այլևս մեկընդմիշտ փակել պատմության այս էջը։ 35 տարի Հայաստանը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար, բացարձակապես ոչինչ։ Մեր կառավարությունը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար։ Մեր կառավարման տարիներին նախորդող նույն ժամանակահատվածի համեմատ $1 միլիարդ ավել ֆինանսավորում ենք հատկացրել Ղարաբաղին։ Սա այն գումարն է, որը հաշվարկվում է հավելյալ նախորդող նույն ժամանակահատվածի համեմատ։ Եվ ի վերջո մենք վարակույրը բացելու եւ տեսնելու համարձակություն ենք ունեցել, որ Ղարաբաղյան շարժումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի պետականությունն ու ապագան զրոյացնելու նախագիծ։ Ու մենք ժողովրդի տված մանդատով փակել ենք այդ նախագիծը Հայաստանի պետականության հարատևության համար բացելով անսահմանափակ հնարավորություններ։ Այդ հնարավորությունից օգտվելու ձևերից մեկն էլ ոչ Ադրբեջանում, ոչ Թուրքիայում, ոչ Իրանում եւ ոչ էլ Վրաստանում Հայաստան չփնտրելն է։ Դրա համար կա երկու ռացիոնալ պատճառ։ Առաջինը, երբ Հայաստանի Հանրապետությունից դուրս Հայաստան ենք փնտրում, տեսադաշտից եւ ուշադրությունից դուրս ենք թողնում Հայաստանի Հանրապետությունը, նրա կարիքներն ու շահերը, նրա համար հոգ տանելու մեր պատասխանատվությունը եւ պարտավորությունը։ Եվ երկրորդ ոչ պակաս կարևոր պատճառը,
Երբ մենք հայրենիք ենք փնտրում մեր 4 հարևանների միջազգային ճանաչված տարածքներում, բացում ենք այն դուռը, որով նրանք իրենց հայրենիքն են փնտրում Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքներում։ Եվ ստացվում է, որ մենք փնտրում ենք 4 տեղ, իրենք 4-ով փնտրում են մի տեղ, մեր երկրում, մեր պետությունում, մեր հայրենիքում, ու մենք հայտնվում ենք մեկը ընդդեմ 4-ի կարգավիճակում։ Ոչ միայն հարևանների տարածքում Հայաստանի փնտրտուքին, այլև հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին պետք է մեկընդմիշտ վերջ դրվի։ Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանի խոսքով այդ զենքի կրակոցից էլի ու էլի հայ ժողովուրդն է զոհվելու։ Ապրիլի 24-ը մեր ապրիլի 24-ն է։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը մեր ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է։ Ու մենք պետք է խոկանք ծիծեռնակաբերդում խոնարհված ու պետք է որոշենք, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր ժամանակների կոտորածների, տեղահանությունների, ցեղասպանության զոհերի հետնորդների գերեզման չպետք է լինի, այլ հայրենիք պետություն, որտեղ մարդիկ ապրում են ազատ, բարեկեցիկ եւ անվտանգ։ Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի նաև հավասարակշռված եւ հավասարակշռման իր արտաքին քաղաքականությունը, ինչը կառավարության ղեկավարի համոզմամբ դարձել է առանցքային այնպիսի գործիք, որը թույլ է տալիս կայունացնել Հայաստանի արտաքին միջավայրը։ Այս ուղղությամբ առաջիկա կարևոր անելիքներից մեկը թրիփ նախագծի գետնի վրա իրագործումն է, որը բխում է կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծից։ Այն նաև 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևոր գործնական արդյունքներից մեկն է։ Թրիփ նախագիծը, որն իրագործվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը։ Հայաստանի շրջափակումը իդեպ հիմա արդեն մասամբ հաղթահարված է, որովհետև 2025 թվականի նոյեմբերից Ադրբեջանի երկաթուղին Վրաստանի տարածքով բաց է Հայաստան ներմուծումների եւ Հայաստանից արտահանումների համար, իսկ Ախալքալակ Կարս երկաթուղին, ինչպես տեղյակ եք, մայիսին բացվեց Հայաստանից արտահանումների եւ դեպի Հայաստան ներմուծումների համար։ Այժմ նաև Թուրքիայի ճանապարհներն են Վրաստանի տարածքով բացվում Հայաստանի ավտոմեքենաների համար։ Թրիփ նախագիծը սակայն ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապն է բացելու, ներառյալ Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև կապը, նաև Հայաստանի հյուսիսային շրջանների երկաթուղային կապը Սյունիքի մարզի հետ Նախճեվանի տարածքով, այլև Հայաստանը ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին։ Արտաքին օրակարգի համատեքստում գալով նաև հայ-ռուսական փոխհարաբերություններին արտահանման գծով ռուսական սանկցիաներին, վարչապետը շեշտեց, որ Երևանի նպատակը Մոսկվայի հետ բարեկամական երկխոսության ու գործակցության ճանապարհով խնդրի հաղթահարումն է, ոչ թե առճակատման գնալը։ Այստեղ սակայն Փաշինյանը նաև տեսնում է ներքին հետք։ Արտահանման այն սահմանափակումները, որոնք Ռուսաստանի Դաշնությունը կիրառում է Հայաստանի նկատմամբ, քաջալերված եւ խնդրված են հայաստանյան ընդդիմության կողմից, ովքեր ռուսաստանյան որոշ շրջանակների առաջ ստանձնել են Հայաստանում իշխանափոխություն անելու հանձնարարություն եւ այդ շրջանակներին հավաստիացրել, որ սահմանափակումների գործադրումը կերաշխավորի իրենց հաղթանակը հունիսի 7-ի ընտրություններում։ Հայաստանյան այդ նույն շրջանակները, հիմա էլ ռուսաստանյան այդ նույն շրջանակներին հավաստիացնում են, որ եթե սահմանափակումները շարունակվեն եւ ավելի խստացվեն, իրենք վստահաբար փողոցային պայքարով իշխանափոխություն կանեն։ Գաղտնի պլանը, որի մասին խոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներից մեկը, հենց սա է։ Սրանից զատ պետք է նկատել, որ հայաստանյան ապրանքների արտահանման նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները հակասում են ԵԱՏՄ կարգավորումներին։ Դա ըստ էության ճգնաժամ է ԵԱՏՄ-ի համար, որի շուրջ սկսվել են քննարկումները կառույցի ներսում, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է տնտեսական այլ կախվածություններին, ապա վարչապետը նշեց, որ ոչ միայն երկաթուղու, այլև էներգետիկ ոլորտում Հայաստանը որդեգրել է անկախություն ունենալու ռազմավարությունը, ինչը առավել քան իրատեսական է։
Հաջորդ թիվ Փաշինյանը խոսեց նաև կրթության, գիտության, առողջապահության, բանակաշինության, ջրամբարաշինության ու ճանապարհաշինության, աշխատատեղերի բացման ու տնտեսական հետագա աճի հնարավորությունների ու հեռանկարների մասին, հիմնված իհարկե իր ղեկավարած գործադիր մարմնի արդեն իսկ 8-ամյա գործունեության ընթացքում արձանագրված ցուցանիշների վրա։ Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն, փառք նահատակներին եւ գեցե Հայաստանի 4-րդ հանրապետությունը։ Շնորհակալ։ Զիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։